Հայաստանյան ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան, ծնվել է 1929 թվականին Ստեփանավանում, 1954 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, 1949 թվականից 51 թվականը աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա 1954-ից 1991 թվականները Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, 1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը և մինչ օրս էլ շարունակում է ղեկավարել այն։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այսօր Համազգայինում բեմադրում է Շեքսպիրի Լիր արքան, միևնույն ժամանակ ստանձնելով գլխավոր դերը։ Ինչ դեր ունի թատրոնը ձեր կյանքում։ Իմ կյանքում մի մարդ, որ արդեն 50 տարի է բեմի վրա է, կարելի է պատկերացնել, թե ինչ տեղ է գրավում։ Գրավել չէ, պետք է ասել, որ թատրոնը իմ կյանքն է ուղղակի, ես ի վերուստ կարծես այդպես նշանակված էր, որ ես պետք է թատրոնում լինեմ և դերասանություն անեմ։ Կյանքը, թատրոնը խառնվել են իրար և անձնական կյանք գրեթե չի եղել, եթե եղել է դարձյալ շաղախված թատրոնի հետ։ Թատրոնը ինքը մի աշխարհ է, մի կյանք է, այնպես որ շատ հարուստ կյանքով եմ ապրել այս իմաստով։ Շատ ես այլևս սանիտայի թաղապետը չեմ։ Դերը մարդեն, հոգնած, հիվանդ, ուզում եմ մի քիչ ինքս ինձ համար ապրել, բայց մարդկային գիտությունը չափազանց շատ է, իսկ մարդիկ, հազարավոր մարդիկ, մի ամբողջ ծով մարդիկ, օգնության, պաշտպանության կարիք ունեն։ Լայնակ մարդը ինչ կարող է, լայնակ մարդը ամենակարող չէ, նա ուժերն են, սահման ունեն, սպառնում են։ Դոլատո նրանքից սպառնում էիք։ Դոլատո, մի թողեք ինձ այստեղ, մի թողեք։ Մարդկությունը պետք է հասկանալ, որ եթե կենդանիները այդպես էլ մնացին իրենց փրչոտ մորթիներով, մենք չէ որ շոր հագանք, կոշիկներ, շապիկ, թողկա, ինձ հաջողվեց կրճատել հանցագործությունների շղթան, հուսամ, որ ժամանակի ընթացքում Դոն Անտոնիո Բարականոյի կարիքը էլ չի ստացվի։ Հուսամ, որ իմ երեխաներիս երեխաները և ձեր ծոռները ապրել մի աշխարհում, որը թող որ ոչ այսքան հարմարավետ, փոխարեն նա մի քիչ ավելի Ի սկզբանե որ դերասանն եք ուզեցել նմանվել։ Չէ, երբեք որևէ այդպիսի դերասան չի եղել։ Չնայած հիացել եմ և հպարտացել եմ շատ դերասաններով և համաշխարհային անուն ունեցող և հայ մեծ դերասաններին շատ բարձր եմ գնահատում
եւ ինձնից առաջ եղածներին եւ իմ ժամանակակիցներին, բայց որ ասեմ, որևէ մեկին ուզեցել եմ նմանվել չէ։ Եթե մի բան կա, որ մի մարդ կա, որից ես սովորել եմ, որքան էլ տարօրինակ թվա, իմ հայրն է, գյուղացի մարդ էր։ Իմ ամենաբարդ դերերը, երբ որ ես չէի կարողանում լուծումներ գտնել, ես հիշում էի հորս եւ ինչ որ մի զրույց էի ունենում հետո, իհարկե հայրս վաղուց չկա, եւ գտնում էի լուծումը։ Նույնիսկ ես Լենինգրադում այն ժամանակ նկարահանվում էի մի ֆիլմում Վլադիմիր Բորտկոյի մոտ առանց ընտանիքի ֆիլմը կոչվում էր այդպես առանց ընտանիքի Մալոյի վեպով շատ բարձություններ էին լինում եւ որովհետեւ շատ էի պատմել եւ Վալոդյային եւ շատ բան գիտեր իմ մասին, նույնիսկ մի անգամ ասեց ну слушай, вот ты сделай так, как сделал бы твой отец. Շատ տարօրինակ է գուցե անբացատրելի չկարողանամ բացատրել, բայց այդ մարդը վիթխարի մի ներքին աշխարհ ուներ, որից ես միշտ օգտվել եմ եւ հիմա էլ օգտվում եմ։ Ըստ ձեզ մեր թատերական ինստիտուտում արդյոք ճիշտ են պատրաստում դերասաններ եւ ինքներդ չեք ցանկանում դասավանդել այնտեղ։ Նախ ինչպես ամեն մի գործում երևի դժվարություններ կան եւ սխալներ կան, բայց այդ ինստիտուտի գոյությունը ես շատ բարձր եմ համարում, գնահատում, շատ բարձր։ Իհարկե բազում թերություններ ունի այդ ինստիտուտը, բայց ի վերջո այո, նա է պատրաստում եւ ռեժիսոր եւ դերասան։ Ինչ վերաբերում է իմ փորձին, ես ինչպես չեմ փոխանցում եմ, ես կուրս եմ ղեկավարում ինստիտուտում, երրորդ կուրսն է արդեն, երրորդ տարին է արդեն, եւ իմ ուսանողները մեր թատրոնում են շատ հաճախ եւ ես աշխատում եմ, որ նրանք որքան կարելի արագ մտնեն գործի մեջ, թատերական աշխարհի մեջ, թատրոնի հոտը համազգան, այնպես որ ինչքան որ կարողանում եմ փոխանցում եմ։ Եվ վերջում ինչ կմաղթեիք հայ թատրոնին։ Ես շատ լավ բաներ եմ տեսել թատերական աշխարհում, հայ թատրոնում շատ մեծ արժեքներ եմ տեսել։ Ես կուզենամ, որ յուրաքանչյուր թատերական գործիչ հիշի, թե որ ինքը ժառանգորդն է այդ մեծ արվեստագետների՝ Արմեն Գուլակյան, Լևոն Քալանթար, Վարդան Աճեմյան, դրանք վիթխարի մարդիկ էին։ Հրաչյան Ներսոսյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանբեկյան, Փափազյան, Օլգա Գուլազյան, Ոսկանյան, բոլորին չես կարող թվել։ Ես ասում եմ նրանց մասին, ում որ տեսել եմ անձամբ։ Ես կուզենայի, որ մեր երիտասարդները միշտ հիշեն, որ մենք դրանց ծավալներն ենք եւ դրանց արածի, դրանց բարձրության առջև պարտականություն ունենք չիջեցնել այդ մակարդակը, հավասար լինել, եթե չենք կարող առաջ գնալ, գոնե նրանց հավասար լինել։ Համենայն դեպս ես միշտ մի ձայն եմ լսում, Աճեմյանի ձայնն եմ լսում, Գուլակյանի ձայնն եմ լսում, Ավետիսյանի, մյուսների, որ կարծես թե ինձ զգաստ են պահում, որ պետք է չիջնել։ Եվ հիմա անկեղծ ասած տեսնում եք, շատ բարդ պայմաններում ենք աշխատում, Համազգայինի թատրոնը շատ ծանր վիճակի մեջ է, բոլոր թատրոններն են նյութական ծանր վիճակի մեջ, բայց երևի այդ պարտականությունը, այդ մարդկանց առաջ, այդ սուբ պարտավորվածությունը, այդ ավանդ ստացած այդ պատվիրանները մարդկանց ինձ ուժ են տալու իմ այս տարիքում պահելու այս թատրոնը, գործելու, բեմադրելու, խաղալու։ Ես կուզենամ, որ երիտասարդները հիշեն, որ իրենք հայ արվեստագետներ են,
հայ թատրոնը շատ մեծ մարդիկ է ունեցել եւ պետք է արժանի լինենք նրանց։ Այսօր մենք կխոսենք պատվի համար պիեսի մասին, որն առ այսօր իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ բեմում։ Պիեսին հաճախ անդրադարձել են Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Ավանդույթը շարունակվում է առ այսօր։ Պատվի համար դրաման դարձավ դիպլոմային աշխատանք նաև այս տարվա երաժշտական թատրոնի բաժնի շրջանավարտների համար։ Այն բեմադրել էին կուրսի ղեկավար, հանրապետության ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը եւ ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը։ Պարոն Սարգսյան, ես ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր կուրսի ավարտական ներկայացման կապակցությամբ։ Այսօր նրանք պրոֆեսիոնալ բեմում ներկայացրեցին մի ստեղծագործություն Շիրվանզադեի պատվի համար պիեսը, որի մասին քիչ առաջ ես խոսում էի, ասում էի, որ դա ասես ավանդական մի պիես լինի թատերական ինստիտուտում, տարիներ շարունակ այն բեմադրվել է։ Եվ ի՞նչն է պատճառը, որ այսօր կրկին անդրադարձակ, ավանդույթը թե մի այլ պատճառ կար, որ կրկին անդրադարձակ այս պիեսին։ Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Նախ եւ առաջ ավանդույթը, որովհետեւ ինչպես ասացիք, պատվի համար տասնյակ տարիներ չի իջել հայոց բեմից եւ ստեղծվել են ինչ որ ավանդույթներ բեմադրելու, խաղալու։ Չնայած փորձեցինք մի քիչ այլ կերպ մեկնաբանել կերպարները, բայց եւ այնպես, եթե խոսում ենք մեր ազգային արվեստի թատրոնի մասին, ազգային թատրոնի մասին, իհարկե պետք է ուսանողները անպատճառ մի ինչ-որ ժամանակ հաղորդեն հայկական դրամատուրգիային, այս էր պատճառը։ Եվ երկրորդ ես սկսեցի աշխատել պիեսի վրա պատվի համարի եւ տեսա թե ինչքան այսօրերին բռնող գործ է։ Շատ ուրախ եմ, որ 5 տարվա իմ աշխատանքը Հրաչյա Գասպարյանի հետ իհարկե այս կուրսի հետ իզուր չանցավ, ինչպես տեսակ բավական ուշտված երիտասարդներ են, ներկայացումն հանդիսատեսը շատ լավ ընդունեց, երիտասարդները պետք է մի քանի օրից հետո մեկնեն ծառայության բանակ, բայց ուրախալին այն է, որ այս մեր դժվար օրերին, դժվար ժամանակներում դեռ կա երիտասարդություն, որը իր մեջ ունի այդ ազնվությունը, այդ անարատությունը, թատրոնին նվիրվելու, անկախ նրանից, թե ինչպես է վարձատրվելու ապագայում, անշուշտ չեմ կարծում, թե Հայաստանում երբևէ դերասանները լավ վարձատրվեն, առաջիկա գոնե մի քանի տարիները, բայց եւ այնպես այդ մղումը, այդ ձգտումը, այդ տենչը ստեղծագործելու թատրոնում լինելու շատ գովելի է։ Այսօր դահլիճից դուք նայում եք այս ներկայացումը կամ կուլիսներից նայում եք այս ներկայացումը, այս երիտասարդները արդեն եթե ես չեմ սխալվում 2 տարի է խաղում են ձեր թատրոնում, դուք նրանց այսօր նայում եք որպես համազգայինի թատրոնի դերասաններ, թե որպես թատերական ինստիտուտի շրջանավարտներ։ Չէ, այնուամենայնիվ որպես շրջանավարտներ, ինստիտուտը մեր թատերական հրաշալի դերասաններ է ծնել, եթե հիշենք անցյալները Մետաքսա Սիմոնյան, Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրամյան, շատ-շատերի անունները կարելի է տալ, որովհետև իսկապես ես ուրախ եմ, որ ինստիտուտում կան այսպիսի երիտասարդներ եւ անշուշտ այս ներկայացումը այսօրվա ինստիտուտի շրջանավարտների ներկայացումներ, չնայած ոչ թե 2, այլ 5 տարի ես անընդհատ աշխատել եմ, որ դերասանները շփվեն, լինեն թատրոնում, միանգամից գործի մեջ մտնեն եւ ինչ-որ օգուտ տվել է նրանց թատրոնում լինել։ Ձեզ բախտ է վիճակվել որպես դերասան, կերտել հայ դասականների ստեղծագործություններում շատ կերպարներ, իսկ պատվի համարում խաղացել եք։ Այո, մի 3 տարի առաջ Լոս Անջելեսում խաղացի Էլիզաբարովի դերը, եղել է այնպիսի բան։ Այս հարցից հետո գալիս է հաջորդ հարցը, իսկ արդյոք այսօր Էլիզաբարովի դերակատարի մեջ կողքից դուք չեք տեսնում Սոս Սարգսյանին։
Այդ չգիտեմ, դե անշուշտ ես եմ աշխատել, երիտասարդներ են, ընդհանրապես արվեստում չի եղել մի պոետ, մի արվեստագետ, մի նկարիչ, որ իր առաջի քայլերը չանի մեկի ազդեցության տակ, այդպես չի լինում, եւ դա ճիշտ է, եւ դա շատ լավ է, երևի ինչ-որ իմ ազդեցությունը եղել է նաեւ Արամի դերակատարման մեջ, բայց դե բնական է դա պետք է լինի, վերջապես պետք է անեն այն, ինչ որ ես եմ ասում, պետք է հետևեն այն գեղագիտական սկզբունքներին, ինչին հետևում եմ ես։ Շնորհակալություն մաղթում եմ Համազգայինի թատրոնին նորանոր ներկայացումներ, հետաքրքիր հաջողություններ եւ իհարկե մեր երիտասարդներին կանաչ լույս դեպի մեծ թատրոն։ Այո, մանավանդ երիտասարդներին գիտեք շատ հուզիչ էր ինձ համար, ես 50 տարի առաջ 47 թվականից թատրոնում եմ եւ այսօր մի պահ բռնեցի ինձ այն մտքի վրա, որ կարծես թե ես առաջին անգամ բեմ եմ մտնում, որտեղ իմ ուսանողներն էին, իմ երեխաներն էին, շատ հուզիչ էր, շատ ուրախալի էր, լավ երեխեք են, շատ լավ, իմ կարծիքով ապագա ունեն։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Վաղարշան ազգանունը ինձ համար շատ հարազատ է, որովհետև ես թատրոն եմ եկել եւ մեծ դերասանների շարքում էր նաեւ Վաղարշան, մի զարմանալի դերասան, բարձրաճաշակ, դերևս ամենաինտելիգենտ դերասանը հայ, որին ես տեսել եմ։ Օգտվելով առիթից ուզում եմ ասել նրա կատարմամբ Եգոր Բոլուչովը դա մի զարմանալի բարձրաճաշակ, բարձրարվեստ ստեղծագործություն էր եւ շատ հրաշալի է, որ այդ մեծ մտավորականի, այդ մեծ արվեստագետի որդին Լահերտ Վաղարշյանը նույնպես դարձավ արվեստագետ եւ կարելի ասել, որ արդեն ընտանեկան արհեստը, գործը դարձավ փոխանցվեց սերնդից սերունդ եւ դարձավ ընտանեկան գործ։ Լահերտի մասին ես շատ երկար չեմ կարող խոսել, որովհետեւ անկեղծ ասած եւ տարիքի առումով եւ ճակատագրի մենք քիչ ենք շփվել, թերևս միայն հիշեմ Քաոս ֆիլմը, որտեղ մենք միասին աշխատեցինք։ Մեծ հարգանք եմ ունեցել Լահերտի նկատմամբ միշտ եւ ընդհանրապես այդ սերունդը, այդ տարիքի մարդիկ, մտավորականները, որ կային Հայաստանում, ես նկատի ունեմ ոչ միայն Լահերտին, այլ ասենք թե բացառապես հանճարեղ մի մարդ,
Վադիմ Մելեքսեթյանին եւ նրանց շրջապատը, նրանց ընկերությունը զարմանալի մարդիկ էին, մի տեսակ էր մարդկային հայ մտավորականի մի տեսակ էր, որը ցավոք սրտի պակասում է։ Սա շատ մեծ ցավ է, ես չգիտեմ, չեմ կարող դատել այսօրվա երիտասարդների մասին, այս ինչ որ ես տեսնում եմ այս բոլորը ինձ համար խորթ է, անհասկանալի է, գուցե իրենք ճիշտ են, մենք հնացած ենք, բայց ինչ որ ես տեսել եմ լայերթի հետ կապված, լայերթի սերնդի հետ կապված, դա նախ եւ առաջ առաքինություն էր, բարոյականություն էր, մտավորականին սազող անձնազոհություն էր աշխատանքի մեջ, մտավորականին հատուկ անկեղծություն եւ ազնվություն էր փոխհարաբերությունների մեջ, կյանքում մարդկանց հետ, իրենց գործի մեջ։ Սա շատ բարձր արժեք է, որ ազգը պետք է որ չկորցնի եւ շատ ուրախ կլինեմ եւ շատ ուրախ եմ այսօրվա համար, որ լայերթի մասին հաղորդում է կազմակերպվում, շատ կուզենամ, որ մեր երիտասարդությունը իմանա, թե ովքեր էին իրենց նախորդները, ովքեր են, որոնք կան եւ ովքեր են, որոնք ցավոք չկան, ես շատ կուզենայի, որ շփումը շատ լիներ։ Լայերթ Վաղարշյանը ճշմարիտ արվեստագետ է, իսկական, Աստծո կողմից, Աստծո շնորհով։ Եվ ինչ էլ որ արել է, ես տեսել եմ նրա ֆիլմերը, հիշում եմ Արամ Խաչատրյանին նվիրված նրա ֆիլմը եւ շատ ուրիշ գործեր միշտ բարձր եմ գնահատել եւ համարել եմ, որ այն ինչ որ անում է, արել է Լայերթը, դա մեր ժողովրդին, մեր ազգին պետք էր, մեր ազգը հարստացնում էր եւ ամենակարևորը բխում էր մեր ազգային ոգուց։ Պատահական չէր երևի, որ Լայերթը հանձնարարավ նկարահանել Քաոս ֆիլմը։ Առաջին իմ հանդիպումն էր ստեղծագործական հանդիպումը Լայերթի հետ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ հաջողվեց, ինձ վստահվեց Սմբատ Ալիմյանի բարդ կերպարը ներկայացնել ֆիլմում։ Ես կարծում եմ, որ բանվորների համար նոր մի կացարան պիտի կառուցվի։ Բայց դուք հասկանում եք անշուշտ, որ այդ քայլը ուզում եք ասել, որ մյուս հանքատերերին դա դուր չի գա։ Քիչ է ասել դուր չի գա, շամթահար կանի։ Դիմեք որևէ ճարտարապետի եւ պատվիրեք կացարանների նախագիծը։ Բարի։ Ես շատ չէի նկարահանվել մինչև այդ մի քանի ֆիլմեր ունեի, բայց շփվել էի արդեն կինոռեժիսորների հետ, որոնք կային նաև այդպիսիները, որոնք ավելի շատ խաղում էին կինոռեժիսոր, քան էին, խաղում էին մեծ արվեստագետ, քան իսկապես կային մեծ արվեստագետ, այսինքն այն ինչ որ տեսել էին մեծ արվեստագետների հետ շփվելով, նրանց բացական կողմերը յուրացնելով, նրանց ուրեմն թերությունները յուրացնելով, այսինքն արտաքին այդ ատրիբուտները յուրացնելով, այնպես մի քիչ խաղում էին, որ այնպես մեծ արվեստագետներ են։ Ինձ համար անսպասելի էր, որ Լայերթի այդ աշխատանքը սկսվեց շատ հանդարտ եւ շատ աննկատ էր պահում իրեն աշխատանքի ընթացքում եւ չկար այդ ներքին այդ տագնապը, այդ լարվածությունը, այդ արհեստական երգը, որ սովորաբար ունենում են կինոռեժիսորները, չկար իր մեջ, ինձ համար շատ զարմանալի էր եւ դա ես գնահատեցի որպես նրա խորը ինտելիգենտության նշան։ Այո, հաճելի բան չի սպասում քեզ, Սմբատ Մարկոսի Ալիմյան։ Սպասիր սրանք են։
Այս մի քանի անհրապույր անձինք են աշխարհի սուժեղները։ Այո։ Աչից երկրորդ աթոռ։ Նստենք։ Տեր իմ Աստված, ովքեր են տնօրինում մարդկանց ճակատագիրը։ Տեր իմ Աստված։ Հեշտ աշխատեցի Լաերթի հետ, որովհետև ռեժիսորները ինձ համար ընդհանրապես բաժանվում են երկու խմբի։ Նրանք, որոնց հետ ես աշխատել եմ, նրանք, ովքեր ուրեմն վստահում են դերասանին, եւ նրանք, ովքեր թելադրում են դերասանին, այսինքն ճնշում են գործադրում դերասանի հոգեբանության վրա, նրա ստեղծագործության վրա, այսինքն կարճ ասած չեն վստահում իրենց պատկերացածը, պահանջում են իրենց պատկերացածը, մոռանալով, որ դերասանը չէ, որ պետք է ստեղծագործի ինքն էլ արտահայտի իր էությունը, իր էությունից պետք է գա։ Այս իմաստով Լաերթը մի բացառիկ ռեժիսորներից էր, որը միջև վերջ վստահում էր դերասաններին եւ ինձ հատկապես, եւ չնայած շատ ծանր նկարահանումներ էին, բախվում էին նկարահանումները, այդ նավթահանքերում էին, շատ դժվար պայմաններ էին եւ բարդ նկարահանումներ էին, բայց Լաերթի հետ աշխատելը շատ հեշտ էր։ Հիմա Լաերթը տարիքն առել է, մեծացել է։ Ես ուզում եմ այսօր ասել, որ ափսոս Լաերթ, որ տարիները շուտ անցան, շատ ափսոս, որ այն ինչին, որ ընդունակ էր եւ կարող էր անել, չհասցրիր անել, բայց ուզում եմ ասել նաեւ Լաերթ, որ դու քո հետքը թողել ես հայ արվեստում, հայ կինո արվեստում առանձնապես եւ ինչ որ չափով կարող ես մխիթարված լինել։ Ես ուզում եմ քեզ ցանկալ այսօր քո տարեդարձի արդիվ, ուզում եմ քեզ ցանկանալ առողջություն եւ ինչպես միշտ եղել ես լավատես, հավատով լեցուն դեպի կյանքը, ինչպես միշտ սիրել ես կյանքը, շարունակես այդպես սիրել եւ ապրել։